Շնորհակալ եմ, պարոն Խուդատյան, երկու հարց ունեմ, դրանցից առաջինը վերաբերում եմ 1004 ծրագրին կամ միջոցառմանը, Ախորյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման փուլ առաջին ծրագրով ջրածոր գյուղի վերաբնակեցման համար ենթակառուցվածքների եւ բնակելի տների կառուցում եւ սա ենթահարց ունի իր հետ, այս մասով մի փոքր կուզեմ մանրամասնել, ինչու եմ հարցնում, որովհետեւ բավականին մեծ բյուջե ունենք այստեղ, այս տարվա համար 1 միլիարդ 37 միլիոն, եթե չեմ սխալվում, եւ ինչի մասին է խոսքը, այսինքն վերաբնակեցում, ովքեր են լինելու, հա, այս քաղաքացիները, արդյոք մենք արդեն բնակիչների համար ենք ենթակառուցվածքները ստեղծում, տները կառուցում, թե խոսքը այլ բնակավայրերից կամ ընդհանրապես բնակության վայր չունեցող անձանց տեղափոխման մասին է։ Մյուս հարցս վերաբերում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, մեզ հաճախ առաջարկներ են հնչում այն մասին, որ նպատակահարմար է, որպեսզի առանձին բնակավայրեր կառուցվեն, թաղամասեր եւ այլն։ Ես նաեւ տեղյակ եմ, որ մեր մարզերից մեկում առնվազն Սյունիքում այդպիսի մի նախաձեռնություն կա, բարեգործական կազմակերպության հետ համատեղ իրականացվում է նման ծրագիր, գուցե Սյունիքի մարզպետը դրան անդրադառնա, ինչպես որ նպատակահարմար է գտնում, որքանով է արդյունավետ այդ ծրագիրը, որտեղ թաղամաս կամ գյուղ է կառուցվում առանձին, հա, Արցախից բռնի տեղահանված անձանց համար, որին մասնակցում է բնականաբար կառավարությունը, եւ արդյոք մենք ունենք նման ինչ-որ նախաձեռնություն այլ որևէ մարզում կամ համայնքում, որտեղ կլինի ավելի կազմակերպված, այսինքն բնակավայրի կամ թաղամասի մասով, որովհետեւ քննարկումները երկար եղել են, գուցե այնուամենայնիվ դրան եկել ենք։ Եվ վերջին հարցս Պարոն Խուդատյան, վերաբերում է համայնքներում, իհարկե, մարզերում սոցիալական աշխատանքին, քանի որ մարզպետներն այստեղ են, ես կուզեմ առիթ օգտագործել այդ մասին խոսել, կրկին, եթե նպատակահարմար է գտնում, հարգելի գործընկերներ, կարող եք դուք անդրադառնալ, պարոն Խուդատյան, ես ուզում եմ հիշեցնել, որ մեր հանձնառությունն է նվազեցնել աղքատությունը եւ վերացնել ծայրահեղ աղքատությունը եւ հատկապես երբ մենք խոսում ենք ծայրահեղ աղքատության մասին, այստեղ շատ կարեւոր է համայնքային ծառայությունները, կարիքների գնահատումը եւ այդ ծառայությունների տրամադրումը ամենախոցելի խմբերին։ Ես խոսում եմ շուրջ 32,000 քաղաքացու մասին, իրենց թիվը մեծ չէ, բայց հատկապես համայնքները եւ մարզերը կարծում եմ, որ այս մարդկանց գոնե պիտի ճանաչեն, դժվար չէ այդ մարդկանց տեսնել, գտնել, հասկանալ, թե ինչպիսի կարիքներ ունեն։ Շատ հաճախ մենք տարբեր դեպքերի ենք առնչվում, երբ օրինակ մարդկանց անհետացման խնդիր է լինում, կրթության եւ այլն, եւ սա իրականում ուղղակի նաեւ հետևանք է աղքատության, որովհետեւ աղքատությունը իր հետ բերում է նաեւ խնդիրներ, այսինքն ծնողավարման խնդիրներ կան, կրթությունից, ծառայություններից դուրս մնալու խնդիրներ կան եւ մենք սովորաբար հետո գործ ենք ունենում հետևանքների հետ։ Եվ հարցս հետեւյալն է, պարոն Խուդատյան, արդյոք որևէ նախաձեռնություն կա կամ որևէ կերպ մենք փորձում ենք ակտիվացնել սոցիալական աշխատանքը մարզերում եւ ինչ է կարծում, արդյոք դրա անհրաժեշտությունը կա, այն իմաստով որ գուցե համակարգային փոփոխության կարիք կա, այսինքն դրանց պատասխանատուն հիմնականում համայնքներն են, մարզպետարանները այստեղ ավելի շատ գուցե համակարգման, հա, խնդիր ունեն եւ այստեղ շատ սերտ համագործակցության կարիք կա տարբեր գերատեսչությունների հետ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ այլն։ Այս իմաստով ես ուզում եմ իմանալ մենք արդյոք 26 թվականին որևէ նախաձեռնություն ունենք սոցիալական աշխատանքը մարզերում ավելի ակտիվացնելու։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Բաթոյան հարցերի համար, երևի անդրադառնամ վերջին հարցից սկսած, ամբողջովին համակարծիք եմ ձեզ հետ, ոլորտը եւ սոցիալական աշխատողների աշխատանքը մեզ համար առանցքային կարեւորություն ունի, լուծելու համայնքում ձեր ասած խնդիրները եւ ոչ միայն այդ խնդիրները, սա այն աշխատանքներից է, որը պիտի ասեմ, որ համայնքներում այս ուղղությունը ինքը զարգացում ապրող ուղղություն է եւ ես սա պայմանավորվում եմ համայնքների միավորման գործընթացով։
գյուղական բնակավայրերը, որոնք նախկինում գոյություն ունեն, կամ փոքր քաղաքային բնակավայրերը, իրենք հնարավորություն չէին տալիս իրենց ապարատում ներառել հաստիկներ այսպիսին, սոցաշխատողի հաստիկներ, կամ նույնիսկ որոշ քաղաքային բնակավայր եթե ունեին, դա սահմանափակվում էր մեկ աշխատողի եւ մեկ հաստիկի մասով, իսկ դուք եք հասկանում, որ 50,000 բնակիչ ունեցող համայնքին, օրինակ քաղաքային համայնքին մեկ աշխատողը մեծ հաշվով բացի որոշակի կոնկրետ սպეციფიկ հարցերից այլ օգուտ չէր կարող տալ։ Ուրախ եմ, որ համայնքներում հիմա կան նաև բաժիններ եւ կա տրամաբանություն բնակիչների թվով պայմանավորված, քանի բնակիչ ունենալու դեպքում այդ բաժինը առնվազն քանի աշխատող պիտի ունենա։ Պիտի ասեմ, որ մենք նաև շարունակաբար այդ բաժինների աշխատողների մասնագիտական հմտությունների ավելացման ճանապարհով են գնում եւ այո, այս գործառույթը հիմնականում համայնքներին է, չնայած մարզպետի աշխատակազմերում կա վարչություն, որը որոշակի գործառույթ ունի, որը հատվում է սոցաշխատողի գործառույթի հետ եւ այստեղ նաեւ փոխգործակցված աշխատանք է իրականացվում։ Արձանագրումս հետեւյալն է, որ մենք այո արդեն համայնքների հիմնական մասում ունենք բաժիններ, մի քանի աշխատողներով եւ գնում ենք ձեր ասած խնդիրների լուծման ճանապարհով։ Իհարկե այնտեղ մասնագիտական պոտենցիալը ավելացնելու ուրեմն անհրաժեշտություն կա, դա ավանդաբար լինում է այն մասնագիտությունների դեպքում, որոնք նոր են եւ մեծ հաշվով Հայաստանում սոցաշխատողների նախկինում սոցաշխատող աշխատած մարդկանց այդպիսի մի 2000 մարդ օրինակ ցավոք սրտի չունենք եւ կարողությունները նոր ենք ձևավորում։ Եթե վերադառնամ ուրեմն Ջրաձոր գյուղի հետ կապված ծրագրին, չէ՞ սա նոր գյուղի կառուցման մեկնարկ պիտի տրվի, որը բացառապես պայմանավորված է Կապսի ջրամբարի կառուցման հանգամանքով ջրամբարի ավազանում հայտնված գյուղի տեղափոխմամբ։ Այսինքն ծրագիրը վերաբերվում է այդ գյուղի բնակիչների վերաբնակեցումը ապահովելուն, ջրամբարաշինական աշխատանքները ընթացքի մեջ են։ Ես նախորդ անգամ էլ առիթ ունեցել եմ ասելու, որ օրացային գրաֆիկից զգալի շեղվածություն ունենք այս դեպքում, բայց տպավորություն ունենք նաև, որ վերջին ամիսներին ակտիվացել են աշխատանքները այնտեղ եւ աշխատում ենք ուրեմն Կապալառու ընկերության հետ, որը հայկական շինարարական ընկերություն չի, այն տրամաբանության մեջ, որ 2026 թվականի մեկնարկին այնտեղ շոշափելի արած աշխատանք կունենանք, ինչը մեզ հնարավորություն կտա նաև սկսել գյուղի տեղափոխման հետ կապված խնդիրը, բայց սա վստահաբար կարող եմ սրա մասին խոսել 2026 թվականի տարեսկզբին։ Եթե վերադառնանք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տեղավորման ծրագրին, ապա հիմնական ուղղությունը դա ֆինանսական միջոցներ հատկացնելն է այն տրամաբանությամբ եւ այն ցանկով, որը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այնտեղ մենք 3 տեսակի բնակավայրեր ունենք, բնակավայրեր, որտեղ մեկ շնչի հաշվարկով, մեկ անձի հաշվարկով բնակչին հատկացվում է 5 միլիոն դրամ, բնակավայրեր, որտեղ հատկացվում է 4 միլիոն դրամ եւ Երևանը եւ Երևանամերձ որոշ բնակավայրեր, որտեղ հատկացվում է 3 միլիոն դրամ։ Պիտի ասեմ, որ բացի սրանից մենք այո ունենք որոշակի ծրագրերով կառուցվող բնակարաններ, որոնք շատ հաճախ ձեր ասած տրամաբանության մեջ են լինում, այդպիսին ունենք եւ Սյունիքում, այդպիսին ունենք եւ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղական բնակավայրում, որտեղ արդեն երկրորդ դեպքում համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվում է թաղամաս, որտեղ մոտավորապես 30 նոր տներ կլինեն, իհարկե թաղամասը աճելու միտումներ ունի նաեւ, ունենք այդպիսի դեպքեր, իսկ առհասարակ խնդրի լուծումը պատկերացնում ենք իմ ասած տրամաբանության մեջ ֆինանսական միջոցների տրամադրմամբ այն պայմանով, որ բնակիչները իրենք կորոշեն, որ բնակավայրերում են ուզում գույքը ձեռք բերել, տունը ձեռք բերել, մասնավորապես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն նախորդ տարիների ընթացքում բազմաթիվ տեղահանված հայրենակիցներ ունենք, որոնք ապրում են Հայաստանի այս կամ այն բնակավայրում, հարմարվել են այդ բնակավայրերին եւ իրենց համար էլ արդեն դժվար կլինի այդ բնակավայրերից դուրս գալ, այնպես որ այս հայեցողական մոտեցումը իրենց մասով հայեցողական թողել ենք իրենց որոշմանը, կարծես թե այսքանը։